look at him? Bye. You want to quit? I'm going to stop it? Huh? You want me to stop the fight? Do you? I don't want to hear it. I don't want to hear it. Այստեղ You understand? երկու հարված թույլ տվեց եւ այս գեղեցիկ կողային հարվածը Last round. Close fight. Ալեքս Միսկիրչյանի I'm telling you it's a close fight. Նա մարտի ընթացքում աչքով է տալիս երկրպագուների շարքում նստած իր ընկերոջը Busy round. Hands. Don't look at him. Վերջինը ռաունդ բարեկամներ եզրափակիչ ռաունդ այսպես ասած Ով է դուրս գալու IBF վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու մենամարտին Այս ռաունդը ցույց կտա այն մարզիկին ով է ուժեղ Եվ արդեն իսկ տեսնում եք ով է ուժեղ Այսպես անընդհատ հարվածներ տարբեր կողմերից տարբեր անկյուններից հարվածներ է պետք հասցնել 3 րոպե պետք է հարվածների տարապ տեղա Անձրևի պես Կարելի ասել կարկուտի պես Իրոք համաձայն եմ այն մտքին, որ կորցրել են բավականին մեծ էներգիա երկու մարզիկները, բայց խոսքը Ալեքսի մասին է Չպետք է կանգնել, պետք է հարձակման անցնել, անընդհատ հարձակման պետք է անցնել Ձեռքերը վեր, հարձակման Մի քանի հարվածներ են պետք հասցնել Ում է սպասում Ներկա են գտնվում բազմաթիվ հայ հանդիսատես Այսպես ասած Բելգիայի հայ համայնքը Եվ պետք է հաղթել այս մենամարտում Ամեն ինչ պետք է անել որպեսզի հաղթել Ծանր, իրոք ծանր հարվածներ, այդպես, պետք է կրկին փորձել հարված հասցնել Չպետք է սպասել Ալեքս, կրկին փորձիր Ամեն ինչ կստացվի 30 վարկյան մարտի ավարտին Կարելի ասել կեցցես Սոֆյան Տակուշ դիմանալու համար այսքան 10 վարկյան Շարունակիր Եվ ավարտվեց բարեկամներ Ավարտվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի Մենամարտը Ավարտվեց մարտը եւ ես համաձայն եմ այն մտքին, որ մենք հաղթել ենք Ոչ մի նշանակություն չունի, որ Սոֆյան Տակուշը գտնվում է իր մարզչի ուսերին Սա ոչինչ չի ասում Եվ ահա, Ալեքս Միսկիրչյան Մենք պետք է սպասենք մրցավարների որոշմանը, ինչ որոշում են կայացրել մրցաշարի գլխավոր մրցավարական կազմը, ով է հաղթել այս մենամարտում Եվ անընդհատ ինչպես տեսնում եք, վերջին ռաունդի ընթացքում
Հարվածները մեր հայազգի մարզիկի կողմից է։ What are you looking at him for? No. Я пукшу. Huh? Ձախոնքի վնասվածք է ստացել, ոչինչ, դա ոչինչ չի ասում, շատ լավ տրամադրությամբ է նաև ձեռնոցները քանդում Աբել Սանչեսը, Ալեքս Միսկիրչյանի մարզիչը։ Նրա անձնական մարզիչը նույնպես ներկա է գտնվում մենամարտին։ Արման Սուկյասյանի մասին է խոսքը, ով ժամանակին Ալեքսի հետ միասին Վրաստանի Հանրապետությունում եղել է պատանիների հավաքականի կազմում և մասնակցել սիրողական բռնցքամարտի պատանիների օլիմպիական խաղերին։ Լավ մարզիկ ես, լավն ես, իրոք։ Չնեղանաս, բայց այս մենամարտում հաղթել եմ ես։ Կեցես, 1-2 հարված հասցրեցիր, ոտկատեղից ցածր, որը չէր թույլատրվում ոչինչ։ Դիկնակ եւ պարոնայք, ժամանակն է, որպեսզի նշենք այս երեկոյի, այս գեղեցիկ մենամարտի հաղթողի անունը։ Francesco De Ruvo had it Francesco De Ruvon 117 to 111. Remy Մրցավարներից մեկը had it 114 to 114. Miroslav Brozio had it 115 to 113. All in favor of the winner by majority decision. And now the IBF #1 contender, Alexander. Այո, Ալեքսանդր Միսկիրչյան, ճանաչվեց հաղթող, սա հաղթանակ էր, իրոք սա հաղթանակ էր, համաձայն չեն, իրոք համաձայն չեն, դե համաձայն չեն, թող բողոքարկեն, այսպես ասած, մենք ճանաչվեցինք հաղթող, հայազգի մարզիկը դուրս եկավ IBF վարկածով չեմպիոնական գոտու մենամարտին, որտեղ նրա մրցակիցը լինելու Եվգենի Գրադովիչը։ Կանչում են, եկեք գնանք հանդերձարան, մենք համաձայն չենք։ Այսպես ասած մեր ժողովրդական լեզվով, մեկը լինի հարցնի, ինչու համաձայն չեք։ Չէ որ բոլոր ռաունդերի ընթացքում բազմաթիվ հարվածներ ընդունեց ձեր մարզիկը։ Ցանկանում են շնորհավորել Ալեքս Միսկիրչյանին, բայց համաձայն չեն։ Կեցես, Ալեքս։ Մի գցիր տրամադրությունը և համոզված եղիր, որ դու հաղթել ես։ Կեցես, Ալեքս, կեցես։ Մեծ ապագա է սպասվում պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Ալեքսը ամեն անգամ մրցարդակ է դուրս եկել։ Հաղթանակից հետո նա բարձրացրել է 2 դրոշ, Բելգիայի և Հայաստանի Հանրապետության դրոշը։ Իմ կարծիքով այս անգամ մենք նույնպես կդիտենք։
Ինչպես տեսնում եք, À tous ceux qui t'ont encouragé tout le combat, qui t'ont porté à la victoire. Voilà, un grand merci à tout le monde. J'ai reçu plein de մեր հայ messages. երկրպագուները Pour Noël, բարձրացրել pour են Nouvel An, մեր pour mon anniversaire. Եռագույն Mes amis, je դրոշը։ vous remercie tous. Շնորհակալություն եմ հայտնում, ահա ինչպես տեսնում եք նրա ետևում հենց մեր եռագույն դրոշն է։ C'est normal voir l'adversaire rouspéter, mais c'est tout à fait normal, ils ont perdu et ils rouspètent, c'est normal. Mais voilà. Ալեքսը նշում է, որ շնորհակալություն եմ հայտնում իմ երկրպագուներին, այն մարդկանց, որոնք Merci à tout le monde. եկել են այստեղ, Arman, Alan, thank you. Merci à Արման, tout le monde et surtout, Ալեն, et surtout, շնորհակալ եմ բոլորից, j'aimerais dire որոնք այստեղ են գտնում ինձ երկրպագելու համար։ mes sacrifices que voilà ils croient en moi près de moi. Նշում է իր ընկերների Ils croient անունները, en moi et c'est eux qui me donnent la force. Voilà, encore une fois. Donc mes amis, շնորհակալություն է հայտնում նաև merci à vous. իր մարշից, որը օգնեց նրան հաղթել, հաղթել այս մենամարտում։ Արգելի հեռուստադիտողներ, չմոռանամ նշել ցուցադրման հովանավորին Մեգասպորտ սպորտային իրերի խանութների ցանցն է ցուցադրման հովանավորը։ Այս մենամարտը Շանթ հեռուստաընկերության 2014 թվականի առաջին մենամարտն էր, որն էլ ավարտվեց հաղթանակով, որն էլ ավարտվեց մեր հայազգի մարզիկի հաղթանակով։ You give me everything, you and Arman. Hard work, easy fight. Today it's very hard fight. Այժմ էլ անցավ անգլերեն I have լեզվին։ a good emotion. Right now we're going in the world and thank you so much. Thank you everything. Andreas Evensen is here. Mesdames et messieurs, il y a Andreas Evensen qui est là. L'ancien champion d'Europe que j'ai boxé au Danemark. Այսքանը արգելի հեռուստադիտողներ։ Շնորհավոր ենք Ալեքս Միսկիրչյանին, շնորհավոր ենք մեզ նույնպես Բելգիայի հայ համայնքին, որտեղ մարզում է Ալեքս Միսկիրչյանը։ Մարտը ձեզ համար մեկնաբանեց Հայկ Ղուկասյանը։ Ցտեսություն, միշտ նոր հանդիպում։ Il y aura un championnat du monde, on compte sur vous pour que ça se déroule en Belgique avec nos amis d'RTL, avec tous ceux qui ont contribué à la réussite de cette soirée.